97 կողմ եւ ոչ մի դեմ ու ձեռնպահ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց աճղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին նախագիծը։ Ուղղակի մենք կարևոր օրենսդրական լուծման խնդիր ունենք տեխնիկական զննության հետ կապված եւ կարծում եմ այս հարցին եւս մենք պետք է շուտապույտ լուծում տանք։ Եթե պետք է Վրաստանում անեն այդ գործողությունները, այսինքն վերափոխեն աճ ձախ տեղակայումով, թող Հայաստանի Հանրապետությունում դա կարգավորվի, որպեսզի այդ գումարները դուրս չգան երկրից։ Այս հարցերի շուրջ կխնդրեմ, որ այս որոշումը ընդունելուց հետո մենք ավելի հանգամանալից քննարկում ունենանք եւ տնտեսական վնասները եւ օգուտները նույնպես հաշվի առնենք, որովհետեւ ի վերջո մենք երկիր ենք, որին նաեւ տնտեսական խնդիրներ են հուզում։ Այս պահին արդեն իսկ մշակված եւ վերջնական փուլում է գտնվում տեղզննության նոր կանոնակարգը, որը արդեն շրջանառության մեջ կդրվի այս մոտակա օրերին, որը իրենից ենթադրում է, որ էլեկտրոնային համակարգով պետք է հետևվի, թե որ մեքենան, որտեղ, ինչ ընդհանրակարգով եւ ինչպիսի զննում է անցել։ Այսպիսով թույլատրվում է մինչև 2018 թվականի վերջը գնված աճղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն հստակ նշված ժամկետում մինչև մայիսի 1-ը։ Արտոնությունը ժամանակավոր է, խոսքը մոտ 1000 մեքենայի ներկրման մասին է, օրենքում այլևս նման փոփոխություն չի լինելու։ Խորհրդարանը նաև ընդունեց հանրային ծառայության մասին օրենքի նախագիծը։ 2018 թվականին պետք է ստեղծվեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը չի ստեղծվել, հետևաբար խնդիրներ են առաջացել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարցերում։ Արդարադատության նախարարության առաջարկով օրենքի կարգավորումների ժամկետները երկարաձգվեցին։ Կողմ 98, դեմ 0, ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Մինչև Փաշինյան-Ալիև հանդիպումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կհյուրընկալի արտաքին գործերի նախարարին։ Միգուցե այդ հանդիպումից հետո կարիք լինի լսում անել, միգուցե չլինի, բայց ամեն գործիք իր նպատակը պետք անեն։ Էդմոն Մարուկյանը մադրիդյան սկզբունքները մեկնաբանելու անհրաժեշտություն է տեսնում, նախ պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը այս սկզբունքները մատնանշելով ինչ նկատի ունի։ Մեկնարկող բանակցությունները բավականին արդեն իսկ կարելի ասել զբաղված օրակարգ ունեն, թե սկզբունքների, թե տարերի մեկնաբանության իմաստով, թե նաև ապագայում առաջ շարժելու իմաստով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը Մարուկյանը համարում է կարևոր ուղերձ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին նշում է, երևի թե առաջին անգամ Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց, դրանք արտաքին օգտագործման ուղերձներ էին։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։